Բարի երեկո։ 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է եւ ես ըստ էության սկսում եմ իմ նախընտրական հարցազրույցների շարքը եւ իմ առաջին հյուրը այդ շրջանակից Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն է։ Պարոն Զուրաբյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ըստ էության վարչապետի առաջին թեկնածուն եք, որի հետ ես այս տաղավարում զրուցելու եմ։ Շնորհակալ եմ։ Պարոն Զուրաբյան, նախ մինչ անդրադառնալը ձեր նախընտրական, այսպես գաղափարական դրույթներին, մեկ հստակեցում ձեր ընտրություններին մասնակցելու նպատակի վերաբերյալ, ի վերջո ինչու եք մասնակցում ընտրություններին, ինչ նպատակով, որովհետև պետք է առնվազն ընտրվել, շատ տրամաբանական միտք եմ ասում, պետք է առնվազն ընտրվել, որ այդ նպատակները կյանքի կոչել։ Որովհետև մենք տեսնում ենք, որ այն առաջարկները, որ կան քաղաքական ուժերի կողմից, չեն տանում ճիշտ տեղ, որովհետև մենք տեսնում ենք, որ օրինակի համար ռուսամետների եւ արևմտամետների պայքարը կարող է դառնա ճակատագրական Հայաստանի համար եւ Հայաստանը դարձնի եւս մեկ կռվի դաշտ եւ ասենք մեծ տանի Ուկրաինայի կամ Մալիի ճանապարհով, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ ամեն ինչը պահպանելու համար անկախությունը բերած ուժը նորից պետք է իր ծանր խոսքը ասի։ Մենք պետք է հայկական օրակարգի շուրջ փորձենք կոնսոլիդացնել մեր ժողովրդին, մեր հանրությանը։ Ու բացի դրանից ամենակարևորը ինչպես 2017 թվականին, այնպես էլ հիմա մենք գալիս ենք կոնկրետ ռազմավարական լուծումներով, որը այն ժամանակ էլ չի եղել այլ քաղաքական ուժերի մոտ եւ հիմա էլ չկա։ Մենք օրինակի համար շատ կոնկրետ ռազմավարական գործիքներ ենք առաջարկում խաղաղության ու զարգացման համար։ Իրանի հետ երկաթուղու կառուցում, ատոմակայանի նոր ատոմակայանի կառուցում, կուտակային հզորությունների կառուցում, որը թույլ կտա հետագայում շարունակել արևային էներգետիկայի զարգացումը, ջրամբարների, ջրանցքների, պոմպակայանների մի ամբողջ համակարգ, որը թույլ կտա իրականացնել ջրահավաք ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով, որի, ասենք, ջրի 70%-ը մենք կորցնում ենք ու անիմաստ գնում է, կորում է, գյուղացինել ջուր չունի։ Ուսանողական բանկ հիմնադրամի ստեղծումը, որը կոնկրետ թույլ կտա պետությանը ֆինանսավորել ըստ էության անվճար կրթությունը մեր երիտասարդների համար, ընդ որում եւ Հայաստանի ներսում եւ դրսում։ R&D, այսինքն գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումը պետության կողմից որպես տեխնոլոգիական շոքեքարշ։ Այսպիսի պրոյեկտերով շատ կոնկրետ գործիքներով ենք մենք մտնում այս ընտրապայքարի մեջ, այսինքն մենք մեր ժողովրդին առաջարկում ենք Հայաստանի խաղաղության եւ զարգացման մի ծրագիր, որը ամրագրված է շատ կոնկրետ գործիքներով։ Պարոն Զուրաբյան, տեսեք, ձեր ծրագրային ինչ որ դրույթների դեռ կհասցնենք անդրադառնալ, գոնե քաղաքական մասին, որովհետև գիտեք, եթերային ժամանակը մեզ սահմանափակում է, բայց մինչ դա դուք հիշատակեցիք 2017 թվականը, որ մասնակցել եք առարկայական ծրագրով, բայց չկարողացաք անցնել խորհրդարան եւ ձեզ վերջերս իդեպ ասուլիսների ժամանակ շատ են այդ հարցը տալիս, որ 2012-ից հետո Հայ ազգային կոնգրեսը չի կարողացել այնուամենայնիվ անցնել։ Հիմա այս վերջին սոցիոլոգիական հարցումներին, չգիտեմ որքանով եք վստահում եք թե ոչ, արդյոք ունեք ձեր հաշվարկները, որովհետև ըստ այդ հարցումների առնվազն Գելափի հարցման, թեև նախընտրական քարոզարշավը նոր է սկսել, կարող են իրողություններ փոխվել, բայց այս պահի դրությամբ ըստ այդ հարցումների անցողիկ շեմը չեք հաղթահարում։ Նախ ունեք ձեր հաշվարկները թե ոչ, եւ երկրորդը ունեք արդյոք մտավախություն, որ գուցե չհաղթահարեք եւ ձայները փոշիացնելու այսպես խնդիր առաջանա։ Գիտեք, Հայաստանի դժբախտությունը նրա մեջ է, որ մեր քաղաքականությունը հիմա պատանդ է անկել, ասենց ասեմ, փողի ձեռը, փողի իշխանության վարչական ռեսուրսների ձեռը, որովհետև այդ բոլոր ձեր ասած սոցիոլոգիական հարցումները եւ ոչ միայն սոցիոլոգիական հարցումները, նաեւ լրատվամիջոցների բաշխվածությունը քաղաքական ուժերի մեջ, ազդեցության տարբեր այլ լծակներ կան, որոնք խարսխված են փողի վրա։ Հիմա չեք նկատել, որ փողով մարդիկ են մտնում քաղաքականության մեջ, այսինքն դեմոկրատական մոդելը ուրիշ է։ Դեմոկրատական մոդելում քաղաքական գործիչները այդ իրաց պրոֆեսիոնալ գործով զբաղվում են, ճիշտ է, գնում են նաև փողով մարդկանց մոտ, որպեսզի ապահովեն իրենց քաղաքական ծրագրերի ֆինանսավորումը։ Ոնց որ դա արվում է Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում եւ այլն։ Մեզ մոտ այդպես չի։ Մեզ մոտ քաղաքական գործիչներին մի կողմ են դրել եւ մտնում են կռվի մեջ,
սենց ասեմ, նու օլիգարխ չասեմ, բայց ասեմ, որ մեծ արուստ մարդիկ որոշել են, որ չունենալով քաղաքական փորձ, իրենք այնուամենայնիվ կամ ունենալով քաղաքական փորձ, դա էլ կա, որ իրենք ուղղակի իրանց փողի ազդեցությամբ եւ հզորությամբ կարող են հաջողության հասնել քաղաքականության մեջ։ Դրա հետևանքը են ալնում, որ այսպեսի մանիպուլյացիաներ են լինում, որտեղ եթե դուք նկատել եք, այս թեման նոր չի։ Կես տարի առաջ արդեն ասում էին, որ այս մարդիկ, չգիտեմ, այս ուժերը ՔՊ-ն, չգիտեմ, Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Ծառուկյանը եւ վերջ։ Էլ ոչ ոք չի կարող հաղթարի բանի 4%-անոց այդ ովքեր են ասում։ Քաղտեխնոլոգներ նկատի։ Այդ քաղտեխնոլոգիներին մոռացա, ուրեմն նայեք։ Բայց դա Նիկոլ Փաշինյանն է հիմնականում ասում իդեպ։ Իդեպ ոչ միայն երկու կողմի քաղտեխնոլոգներն էլ այդ ասում են։ Այսինքն այստեղ բանա քաղտեխնոլոգներ, սոցիոլոգներ եւ լրատվամիջոցներ։ Այդ երեքով ընտրությունից կես տարի առաջ արդեն ստեղծվում է միացած մեծ հիպնոտիկ ներշնչման նման մի բան, որ մեր ժողովրդին փորձում են ասել, որ դե գիտեք, այն մնացածը ինչ որ բան չեն կփոշիացնեն, այս կողմ այն կողմ բան, այս տիտաններն են, գնացեք ձայները տվեք իրենց։ Այս նաև նպատակներից մեկը այս արատը մեր քաղաքական համակարգի քանդելն է։ Բայց նախորդ ընտրություններին եթե նայենք, գոնե նախորդ ընտրությունները արդեն մեզ համար փաստացի սոցիոլոգիա են։ Վերլուծել եք, օրինակ նախորդ ընտրություններին ինչու Հայ ազգային կոնգրեսը չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։ Սա արդեն մանիպուլյացիա չէր, սա հստակ ունենք ընտրությունների Ես կարծում եմ մենք բավարար ամբիցիա չդրսևորեցինք իշխանությունը վերցնելու մեր ձեռքը։ Ճիշտ է, մենք ներկայացրեցինք բավականին համապարփակ ծրագիր, բայց այնուամենայնիվ մենք ժողովրդի կողմից ընկալվում էինք որպես մեկ հարցի կուսակցություն։ Մեկ հարցը որն է Ղարաբաղի խնդիրը։ Հասկանում եք, եւ թեև պարզվեց 21 թվին, որ մենք Ղարաբաղի հարցում ճիշտ էինք, բայց մեկ հարցով շատ դժվար է շահել հասարակական համակրանքը համապարփակ առաջնահերթություն չէր ընտրողի համար։ Դա արդեն ինչ որ իմաստով կորցրել էր, թեև մենք զգուշացնում ենք, որ թե սխալ վարվենք, նոր կորուստներ կունենանք, այդպես էլ եղավ 21 թվից հետո նաև ամբողջությամբ Ղարաբաղը կորցրինք, բայց մեծ հաշվով օրինակ հիմա մենք հանդես են գալիս ավելի լայն շատ լայն, ես այս գործիքները որ ասացի, դա ռազմավարական տարբեր գործիքներ են, տեխնոլոգիական հեղափոխության, մեր ատոմային ներողություն, էներգետիկ անվտանգության հարցերը։ Բայց այստեղ գալիս ենք մեկ այլ հարցի, որքանով է ընտրողը առաջնորդվում նախընտրական ծրագրով, կարդում են Հայաստանում նախընտրական ծրագրեր։ Ինչքան քիչ առաջնորդվի, այնքան ավելի մեծ ձախողում կունենա։ Եվ մեր ձախողումները հիմնականում նաև դրանից են գալիս, որ մեր ընտրողները փորձում են շատ հաճախ ընտրել ոչ թե նրան, ով կարող է կառավարել երկիրը եւ դրա համար առաջարկում է լավ գործիքներ, այլ նրան, ով լավ շշպռեց իր հակառակորդին։ Շատ այնպես ֆանտաստիկ դեպով պերաշկի կերավ, չգիտեմ, ծաղրացուների, շոումենների ժամանակ է, ցավոք սրտի։ Ոչ ոք չի նայում կառավարման հմտությունների վրա, բոլորը նայում են շոուի Եթե շոուի ժամանակ է, այս ժամանակահատվածում ձեր շանսերը ինչպես է գնահատում, պարոն Զուրաբյան։ Այն որ մենք ապրում ենք շոուի դարաշրջանում, մեր շանսերը պակասացնում են։ Բայց ես կարծում եմ, որ արդեն մեր հանրությունը եւ հասարակությունը թթվածինի նման ունի պահանջ ռազմավարական մտածողության եւ լուծումների։ Մենք դա տեսնում ենք, մենք դա զգում ենք։ Մարդիկ հոգնել են ծաղրածուներից, մարդիկ հոգնել են շոումեններից։ Հա, այդ տեսարանները, հաց ու տեսարաններ, հա, այդ ֆորմուլայով եթե մենք շարունակվենք, մեզ լավ բան չի սպասում։ Հիմա այդ պահանջարկը ես զգում եմ կախված աութում։ Մարդիկ ուզում են ռազմավարական լուծումներ։ Այ դուք ասում եք կարկանդակ, հաց եւ այլն, դա այլևս հոգնեցրել է ընտրողին, իսկ կարկանդակ ուտողը եթե նկատի ունեք Նիկոլ Փաշինյանին, համենայն դեպս ես ասոցացրի, նա ասում է, որ իրենք նույնիսկ սահմանադրական մեծամասնություն են հավաքելու այս ընտրություններին եւ ընդ որում ասում է ամեն ինչ անելու են, որ նույնիսկ ըստ այդ նույն սոցիոլոգիական հարցումների անցողիկ շեմը հաղթարող ընդդիմադիր ուժերը չկարողանան անցնել խորհրդարան։
Իմանայք, այդ բոլոր իր մոտեցումներով ինքը իրականում ռումբ է դրել մեր պետականության տակ, որովհետև ինքը ինչի է ոնց է բացատրում, ինչի է իրան պետք է սահմանադրական մեծամասնությունը։ Ինքը հիմնավորում է, չէ՞։ Այո։ Հա։ Ինչ օրենքներ ունի անցկացնելու։ Ինչը ոչ մի օրենքի մասին խոսք չկա։ Ինքը մի հարց է ուզում լուծել այդ սահմանադրական մեծամասնությամբ, այսինքն փոխել սահմանությունը, նոր սահմանություն ընդունել, որում չպետք է լինի հղումը անկախության հռչակագրին։ Սա միակ խնդիրն է, որ ինքը լուծում է։ Ավելին, ինքը ասում է, եթե ես չստանամ սահմանական մեծամասնություն եւ այդ բանը չանեմ, սեպտեմբերին սկսվելու է աղետալի պատերազմ։ Հիմա տեսեք, մենք գործ ունենք մի մարդու հետ, որը արդեն անցյալ տարվա օգոստոսի 8-ից սկսած թմկահարում է եւ մեխում է բոլորի ուղեղների մեջ, որ մենք այլևս խաղաղության մեջ ենք, կարող եք հանգիստ շնչել, անգամ ընդդիմությունը կարա վայելի, ես կոմենկոմ, խաղաղություն։ Մյուս կողմից ինքը ասում է, որ եթե ես չունենամ այդ սահմանադրական մեծամասնությունը, մենք կունենանք աղետալի պատերազմ։ Հիմա ընտրողը պետք է հարց տա Փաշինյանին, ասի, եղբայր, կողմնորոշվիր։ Դու հիմա բերել ես խաղաղություն, թե չես բերել խաղաղություն։ Իսկ իսկ հարցի պատասխանը հետևյալն է, ինքը երկու դեպքում էլ խափում է, որովհետև ինքը խաղաղություն չի բերել։ Դա ապացուցվում է նրանով, որ սահմանները հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական միջև հիմա բաց չեն, եթե անգամ բացվում է Ալիևի ժեստերով, դա ընդհանրապես անցողիկ էպիզոդ է, որը ավելի է շեշտում, որ ինստիտուցիոնալ բացում չկա սահմանների, որ խաղաղության ստորագիրը խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել միջև հիմա, որ սահմանազատման այդ process-ը կանգնած է այն բանից հետո, երբ որ ադրբեջանցիք ստացան իրանց հետաքրող ստրատեգիական դիրքերը եւ արդեն այն հատվածներում, որտեղ մենք ինչ-որ բան պիտի ստանանք, իրենք ոչ մի բան չեն պատրաստվում ոչ մի սահմանազատում անել, ավելին ամրապնդում են իրանց դիրքերը ռազմական, բացի դրանից մեր գերիներին արդեն որ երրորդ տարին է 20 թվականից դրանք 20 թվականից որոշ գերիներին, իսկ 20 Արցախի ղեկավարությունը 3 թվականից նաև Արցախի ղեկավարությունը պահում են այնտեղ, խոշտանգում են իրենց բանտերում, դատում են որպես ռազմական հանցագործների։ Ու սա մեզ հուշում է, որ հարևան պետությունը ուզում է մեզ հետ հաշտություն կնքի։ Այսինքն ինքը չի մտածում վստահության միջոցների մասին, մթնոլորտը մեղմելու մասին, հայ ու ադրբեջանցի ժողովրդների մեջ ինչ որ մի հատ խաղաղության, վստահություն սերմանելու մասին ակնհայտ է, որ ոչ։ Հետևաբար Նիկոլի այդ ռոպագանդան, որ հա մյուսն էլ այդ որ թրիպն է, հա թրիպը բերեցինք Թրիպին առանձին կանդրադառնանք, բայց հիմա դա միայն Փաշինյանին է, Բայրամովն էլ երեք ասաց, եթե դեռ կան ռևանշիստ ուժեր եւ եթե նրանց հաջողվի ընտրություններում գալ իշխանության, ապա ոչ մի լավ բան չի ստացվում։ Ինչ է ստացվում, որ իրականում մենք խաղաղություն չունենք, որ իրականում Ադրբեջանը հիմա օգտագործում է իր սպառնալիքները Նիկոլ Փաշինյանին իշխանության պահելու համար։ Իսկ ինչու ենք ուզում Նիկոլ Փաշինյանին իշխանության պահելու համար։ Ժողովրդին Փաշինյանը եւ Ադրբեջանը։ Նիկոլ Փաշինյանը դարձել է Ադրբեջանի կուսակալը։ Նա անցկացնում է իրենց ծրագրերը, իրենց ռոպագանդան։ Նա սերմանում է անվստահություն հայոց ցեղասպանության եղելության շուրջ։ Դա Նիկոլ Փաշինյանն է անում։ Ուրիշ մարդ չի անում։ Երբ որ ինքը խոսում է դրա մասին, որ եկեք մի հատ հասկանանք դա այդ ցեղասպանության մասին այդ ռոպագանդան որտեղից ներմուծվեց, որտեղից եկավ դա ինչ որ կայսրական հայրենասիրության մոդելով մեր վրա փաթաթված բան է, այն որ ինքը մեկ էլ հայտնագործություն անում, որ Ղարաբաղը ինչ է, երբ է եղել, մենք այնտեղ ոչ մի բան չէինք սարքում, մարդ չունենք, այսինքն այն որ Ղարաբաղը պատմականորեն եղել է միշտ հայերով բնակեցված տարածք եւ հայրենիք, մեկ էլ պարզվում է, որ դա այդպես չի։ Հիմա ես դասել եմ սուրաբերելու։ Կարևոր կետի եկաք։ Ինչու է իր նախընտրական քարոզարշավի առաջին օրը հիշում Լևոն Տեր-Պետրոսյանին, ձեր կուսակցության առաջնորդին, առաջին նախագահին, նախ ասում է, որ Արցախի հարցը ճակատագրական սխալ էր, Ղարաբաղյան շարժումը, հետո ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է մեզ գցել թակարդը, որպեսզի մենք պետություն չունենանք։ Ինչու է հիշել նրան եւ ինչպես եք դուք արձագանքում նրան։ Ես բացատրեմ ձեզ, շատ պարզ է դա։ Նիկոլ Փաշինյանը գիշեր-ցերեկ մտատանջվում է այն պատասխանատվությունից, որ ինքը ունի
պատմության առաջ, հայ ժողովրդի առաջ, որ դարեր շարունակ հիշվելու է, որ Նիկոլ Փաշինյանն էր, որ թաղեց, կործանեց Արցախը։ Հասկանում եք։ Նկատում եք պատասխանատվությունը իր վրայից պատասխանատվությունը պատմական մեր ժողովրդի առաջ տրվող ինքը կատարել է մեծագույն հանցագործություն, ես ուզում եմ բոլորին հիշեցնեմ։ Իդեպ դուք չէիք, բայց այստեղ ես ունեցա մի հարցազրույց, որտեղ խոսում էի 2019 թվականի պլանի մասին, խաղաղության պլանի մասին, որը դրված էր Նիկոլ Փաշինյանի սեղանին, երբ որ ինքը եկավ իշխանության։ 18 թվին եկավ, 19 թվին իր առաջ դրեցին այդ պլանը։ Այն ժամանակ Դուք շատ եք առիթներ ունեցել դրա մասին խոսալ։ Հա, բայց այն ժամանակ, երբ որ ես խոսացել եմ, մենք հենվում էինք ընդամենը Յուրի Պոպովի մի հրապարակման վրա, որը հրապարակվել էր 2021 թվականի հունվարի 14-ին ռուսական Միդի արտգործնախարարության այդ պաշտոնական կայքում, եւ այնտեղ ընդամենը մի քանի դետալ էր բացված։ Որից մենք արդեն հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեծագույն հանցագործություն է կատարել, բայց հիմա այդ պահից սկսած մենք սկսեցինք ճնշել Փաշինյանի վրա, թե հիշում եք, որ 2019 թվականի պլանը հրապարակի։ Մենք ասում ենք, այդ բանավեճ, անիմաստ բան է, մինչև դու այդ չհրապարակես։ Մենք բանավեճի գնալ իմաստ չունի։ Այ երբ որ հրապարակես, բանավեճը ինքնաբերաբար կավարտվի։ Եվ ինչ եղավ, էլի Մարգարետ ուսեկանք հրապարակեց մեր ճնշման տակ, որին իդեպ միացան պետք է ասել բոլոր քաղաքական ուժերը, ինքը հրապարակեց 2019 թվականի պլանը եւ ինչ պարզ դարավ, էլ ինքը բանավեճի չի գնում ու խուսափում այդ բանավեճից, որովհետեւ գլխավորը ինչ որ մենք տեսանք, հիմա արդեն կարող ենք, ինչ ասեմ, խոշորացույցով ուսումնասիրել այդ փաստաթուղթը, ֆիքսում ենք հետեւյալը. 2019 թվականին Նիկոլ Փաշինյանին Ֆրանսիան, Ամերիկան եւ Ռուսաստանը առաջարկել են խաղաղության պլան, որով ինքը պետք է ընդամենը դուրս հաներ հայկական զորքերը 5 շրջանից, Ղարաբաղից դուրս, Աղդամ, Ջեբրայել Ֆիզուլի, Զանգելան Ղուբատլի եւ պահպանելով լիակատար վերահսկողություն ամբողջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի վրա, գումարած դրան Քելբաջարի ու Լաչինի շրջանները, որոնք կապում են շատ ապահով ձևով Ղարաբաղը Հայաստանին, ահա այդտեղ մենք պետք է պահպանենք կատարյալ հայկական վերահսկողություն եւ այդ ամբողջ պլանը երաշխավորված էր լինելու միջազգային հանրության կողմից, այդ 3 երկրների կողմից, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից եւ միջազգային խաղապահ զորքերի կողմից։ Այսինքն դրանից իրանելի բան, այնտեղ մի կետ կար, մենակ որ եթե Ադրբեջանը ուզում է հետ ստանալ Քելբաջարը եւ Լաչինի ոչ միջանցքային մասը, ինքը պետք է համաձայնվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բնականաբար Հայաստանի համար նպաստավոր։ Այսինքն Ադրբեջանի առաջ դրված էր սենց բան, կամ ինքը պետք է թողի, որ Քելբաջարը Լաչինով Ղարաբաղը մնա Հայաստանում, ընդ որում հավերժ, կամ ինքը պետք է գնար ըստ էության Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, որպեսզի այդ Քելբաջարը հետ ստանա։ Հիմա սա Մի ֆանտաստիկ Հիմա ինքը մեկ ասում է նախկինները վաղ ու ցանցնել էին Լեռնային Ղարաբաղը, բոլոր նախագահների մեղադրում են, բայց մյուս կողմից էլ նա ասում է, եթե ես կանգնեի ձեր ժամանակին ասեի, որ այսպիսի ծրագիր պլան կար, որ պետք է զիջեի նույնիսկ այդ շրջանները, ինձ դավաճան կասեիք եւ դուք էլ ձեր հարցազրույցներում իդեպ երբ անդադ խոսում եք ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին չգնաց այդ ճանապարհ, դուք էլ ասում եք, որովհետեւ շատ մեծ էր այդ ժամանակ հասարակության մեջ, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասում է, այսպես ոչ մի թիզականության տրամադրությունը։ Հակառակը Տեր-Պետրոսյանը 97 թվին գրեց պատերազմ թե խաղաղություն հոդվածը, որտեղ ներկայացրեց այդ ճշմարտությունը ժողովրդի առաջ եւ ասեց, որ պետք է գնալ փողզիջման։ Այսինքն ինքը չի թաքցրել ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանը անգամ այդ 2019 թվականի պլանը չի ներկայացրել եւ մեր հասարակությանը չի ներկայացրել եւ անգամ այդ պլանի գոյության մասին տեղեկությունը Զորաբ Մնացականյանի հետ միասին թաքցրել է հայ ժողովրդից։ Ինքը ուղղակի ասում էր, չնայած Լավրովն էր դրա մասին խոսում, արևմտյան աղբյուրները, որ նման պլան կա եւ այլն, ինքը պետք է ներկայացներ եւ հայ ժողովրդի ինքը իր ընտրությունը կատարեր։ Չէ, ինքը կներեք, ոչ միայն թաքցրել է, հա, իհարկե, բայց պետք է աներ, ասեր էսա, թող հայ ժողովուրդը մերժեր, եթե պետք է մերժեր, բայց ինքը թաքցրել է այդ պլանը եւ մեզ տարել է պատերազմի, ասեմ ինչի։
Այսինքն գլխավոր հանցագործությունը Նիկոլ Փաշինյանը ինչու՞մ է։ Մինսկի խմբի համանախագահությունը դա մի մեխանիզմ էր, կարևորագույն մեխանիզմ, միջազգային, այսինքն դրա մեջ պատկերացրեք, ընդգրված են գերտերություններ՝ Ամերիկա, Ռուսաստան, Ֆրանսիա։ Եվ այդ մեխանիզմի գլխավոր առաքելությունը հետևյալն էր. ինքը զսպում էր ադրբեջանական ագրեսիան։ Բոլորին պարզ էր, չէ՞ որ Ադրբեջանը ռազմական առումով արդեն այդ նավթադոլարների հաշվին 20 տարվա մեջ ստացել է ռազմական գերակայություն։ Այսինքն Ադրբեջանը ուզում էր այդ հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Բայց աշխարհը չէր թողում դա անել Ադրբեջանին եւ դրա համար դրան ծառայում էր հենց այդ Մինսկի խմբի մեխանիզմը։ Բայց ո՞նց։ Այդ Մինսկի խմբի համանախագահները ասում էին, եղբայր, այս հարցը պետք է լուծի բանակցություններով, ինքը ռազմականություն չունի։ Քանի դեռ բանակցությունների հույս կա, մենք քեզ թույլ չենք տա այդ բանը անել։ Բայց ինչ արեց Նիկոլը։ Նիկոլը մերժեց բանակցությունները, ոչ մի այլ բան չի մերժել։ Ինքը մերժել է բանակցությունները, որովհետև այդ ի խախտումը դիվանագիտական բոլոր պրոտոկոլների, բոլոր ընդունված կանոնակարգերի ինքը պատասխան չի տվել այդ գերտերությունների կողմից առաջարկված պլանին, հերիք չի։ 2 ամիս հետո էլ գնացել է Ստեփանակերտ ու այդ պատասխանը տվել է հանրային ամբողջ աշխարհում Արցախը, Հայաստանը եւ վերջ։ 2 ամիս է այդ բանանում անջատում այն պահը, երբ որ ինքը ստացավ այդ առաջարկները Մինսկի խմբի համանախագահության, եւ այն պահը, երբ որ ինքը Ստեփանակերտում տվեց ամբողջ աշխարհին այդ պատասխանը, ինքը թքեց սաղ աշխարհի վրա։ Սադրեց Ադրբեջանին։ Եվ ինչ եղավ։ Դրանով ինքը կործանեց բանակցությունների միակ մեխանիզմը, որը Ադրբեջանին զսպում էր։ Աշխարհը այլևս չէր կարող Ադրբեջանին զսպել, որովհետեւ Փաշինյանը ինքը հրաժարվել է բանից խաղաղություն, արդեն բանակցությունների այլընտրանքը գոյություն չուներ։ Ու երբ որ Ադրբեջանը սկսեց այդ պատերազմը, իրեն ոչ ոք չկանգնացրեց։ Ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկան, ոչ էլ Ֆրանսիան։ Պարոն Զուրաբյան, այս թեմանին շատ անդրադարձել եք, եթե ծավալվենք ամբողջ եթերային ժամանակը կսպառենք, գալով մեր օրեր։ Նախ ձեր պատասխանից հստակ հասկացանք, որ Նիկոլ Փաշինյանը այսպես ցեխ է շպրտում նախկին նախագահների, պաշտոնաթող նախագահների վրա, որպեսզի Արցախը հանձնելու իր տեղը։ Դուք կոնկրետ Տեր-Պետրոսյանի մասին հարցրեցիք, ես ձեզ ասում եմ, ինքը գիտի ու ոչ ոք այդքան լավ չգիտի, ինչքան ինքը գիտի, թե ոնց է ինքը կործանել իր գործողություններով Ղարաբաղը։ Դա իրան տանջում է։ Ինքը գիտի, որ դա գլխավոր հարցն է։ Դա հասարակությունը այս ընտրություններից առաջ իրանից այդ հարցի պատասխանն է ուզում։ Դրա համար է ինքը ուր գնում է, ասում է դե իմ Արցախը, ինչ է Արցախը, մերն էր, մենք այսինքն ինքը արդարացման վիճակի մեջ է գտնվում։ Իդեպ այդ թեզերի մեջ մի թեզ ես միանգամից նկատեցի, երբ նա Սյունիքում դարձյալ հանդիպումների ժամանակ ասում է 25 տարի մենք վատ ենք ապրել, որովհետև Արցախ էինք պահում, հետո ասում են այնտեղ թոշակները, աշխատավարձները ավելի բարձր էին հենց հայաստանցու հաշվին։ Պարոն Զուրաբյան, ես այստեղ ուզում եմ այդ հարցը հնչեցնել, որովհետև այսպես օդում կախված եւ ոչ միայն օդում քննադատություն կա, հա, Լևոն Տեր-Պետրոսյանի այդ առումով, Նիկոլ Փաշինյանին այսպես որպես քաղաքական գործիչ կերտելու առումով, ասում են Նիկոլ Փաշինյանի գաղափարները կոնկրետ ձևակերպեմ նիկոլիզմի գաղափարները սնվել են լևոնիզմից ըստ էության եւ այստեղ հիշատակում են Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքը, երբ ասում էր Սերգո ջան, լավ չես ապրելու այնքան, քանի դեռ Արցախի հարցը լուծված չէ։ Ինչպես կարձագանքեք այս զուգահեռներին։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը մեղադրում են Լևոն Տեր-Պետրոսյանին դաշնակցականության մեջ, արդեն ուղիղ տեքստով ասում են զտարյուն դաշնակցականն է, ինքը տարավ մեզ ավանտյուրայի, ինքը տարավ մեզ այս ավանտյուրայի արկածախնդրության, չգիտեմ, բախտախնդրության, ինքը այս թակարդը մեզ մցրեց, մեր պետականությունը բան, այսինքն շատ հետաքրքիր է, ԿՊ-ն քննադատում է Տեր-Պետրոսյանին դաշնակցականության համար, հա, իսկ հիմա չեմ ասի դաշնակցությունը հիմա դրանով չի զբաղվում, բայց բանը սենց ասեմ էլի հավաքական մի հատ ազգայնասիրական կամ չգիտեմ ազգայնական, հա, ծայրահեղ շրջանակները Տեր-Պետրոսյանին դատապարտում են նրա համար, որ ինքը դրելապարտվողականության հիմքը, չգիտեմ, Նիկոլն այդ բանը շարունակում է, երկու մեղադրանքն էլ աբսուրդ են։ Երկու մեղադրանքն էլ աբսուրդ են, բնականաբար, որովհետև իրականությունը հետևյալն է։ Բայց Փաշինյանն ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը նոր է դարձել ոչ մի թիզական։ Հիմա ասում է պարզվեց, որ նա այդպեսին է։ Չի ասում, իր քննադատությունից դա չի հետևում։ Հակառակը, ինքը ասում է մեզ ինքը ներքաշեց այդ արկածախնդրության մեջ։ Երբ
Խոսքը գնում է 90-ական թվականների մասին։ Երբ Արցախի հարցը բացեց։ Բա ոնց, չէ, դուք սխալվում եք այս հարցում։ Ինքը կոնկրետ ասում է, որ այս ամեն ինչի հիմքը դրել է Տեր-Պետրոսյանը, տարել է մեզ այս պատերազմի ուղղությամբ, մտել է, զավթել է Արցախը եւ այլն եւ այլն։ Էս է ասում Փաշինյանը։ Հա, բայց եկեք մի հատ sense բան ասենք, էլի։ Գիտեք, սաղ մոռանում են։ Այդ շարժումը 88-ից սկսեց սովետական միության մեջ, երբ որ խաղաղ, սահմանադրական մթնոլորտ կար, համենայնպես այդ Գորբաչովյան այդ պերեստրոյկայի հետ կապված եւ այլն եւ այլն։ Պատերը մենք հո անկախ պետություն չենք եղել։ Մենք ինչ որ մեծ սովետական միության այդ բաներում, սահմաններում պայքարել ենք արդար լուծումների համար։ Ասենք մոտապես դրա համար, որ Լեռնային Ղարաբաղը փոխանցվի ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետությունից հայկական սովետական սոցիալիստական հանրապետության կազմը։ Դրանով է սկսել շարժումը։ Ուրիշ բան է, մենք երբ որ անկախացանք, մենք արդեն լիարժեք պատերազմի մեջ էինք։ Կներեք, այդ սահմանադրական պահանջներին հետևեցին Սումգայիթի ջարդերը եւ բոլորին պարզ դարավ, որ սովետական միությունը այլևս չի կարող կարգավորել հարաբերությունները միջազգային եւ բոլորին պարզ դարավ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ինչպես ցանկացած բնակչությանը Ադրբեջանում հայկական սպառնում է ցեղասպանություն։ Բաքվի ջարդերը տեսանք, Կիրովաբադի ջարդերը տեսանք եւ այլն եւ այլն։ Այսինքն, երբ որ մենք անկախ պետություն դառանք եւ արդեն Տեր-Պետրոսյանը կամ Հայոց համազգային շարժումը իշխող կուսակցություն էին, մենք արդեն լիարժեք, լիակատար պատերազմի մեջ էինք, ոչ թե մենք ենք ներքաշել։ Այդ պատերազմը սկսել է այն պատճառով, որ ադրբեջանցիք փորձին բռնությամբ, ցեղասպանությամբ ավիրել բոլորի կյանքը, հայերի կյանքը Ադրբեջանում, այդ թվում նաև այո, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս էր կազմում սովետական սահմանության համաձայն եւ այնտեղ փորձում էին արդեն ցեղասպանություն կատարել։ Մենք դրանից ենք փրկել։ Լավ, դա ոչ մեկ այսպես համենայն դեպս բացի Նիկոլ Փաշինյանից կարծում եմ կասկածի տակ չի դնում ինչու սկսվեց, ինչ արեց առաջին նախագահ, որ նա հաղթած նախագահ է, բայց զուգահեռները օրինակ այդ տարանջատելու, հա, Արցախ, Հայաստան, լավ ապրել եւ այլն, ինչ որ զուգահեռները ամեն դեպքում չկա։ Շատ բարձ բացատրություն ունի։ Որ տարանջատումը սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի այդ խոսքով։ Այդպես չի եղել, մինչև 90 թիվը, եթե հիշում եք, եղել է միացման շարժումը, այդ միացումը եղել է նաև Ղարաբաղ կոմիտեի Սկզբիցի Գրմուրաձյանի գլխավորությամբ, հետո արդեն Վազգեն Մանուկյան, Տեր-Պետրոսյան, չգիտեմ, Սիրադեղյան, այդ մարդկանց ղեկավարությամբ միացումը եղել է գլխավոր բանը, որովհետև սովետական միության իրավական համակարգում այդ էր լուծումը։ Բայց երբ որ մենք անկախ պետություն դառնանք, մենք հայտնվեցինք մի միջավայրում, որ գործում էր լրիվ ուրիշ իրավական միջավայր, այսինքն մեզ կարող էին մեղադրել դրա մեջ, քանի որ աշխարհը ճառաչեց խորհրդային հանրապետությունները ըստ իրանց խորհրդային միության մեջ եղած սահմանների, մեզ արդեն կարող էին ընկալել որպես ագրեսոր։ Այսինքն մենք պետք է որոշենք, որ ստրատեգիան արդեն անկախ պետության համար կիրառելի է։ Իսկ անկախ պետության համար պետք է ընտրել այնպիսի ստրատեգիա, որ ոչ ոք չկարողանար մեզ մեղադրել անեքսիայի, Ադրբեջանից ինչ-որ տարածք պոկելու բանի մեջ։ Ու միակ լուծումն այդ էր։ Միջազգային իրավունքը հարգում էր այսպես կոչված ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Բայց իմ հարցը դրան չի վերաբերում։ Իմ հարցը վերաբերում է սոցիալական տարանջատմանը, որ լավ չէ կապրի, քանի դեռ Արցախի հարցը կա։ Այսինքն այդ ժամանակներից հիմքը դրվեց հայաստանցիների։ Կներեք, ուրեմն դուք ո՞նց եք մեկնաբանում։ Դուք ասում եք, որ քանի դեռ Արցախի հարցը կա, այսինքն ուրեմն Ղարաբաղը տանք, նոր լավ կապրենք, հո այդ չէր ասում։ Միշտ ինքը ասում էր շատերի կողմից այդպես է մեկնաբանվել։ Ես դրա համար եմ ասում։ Խոսքը 97 թվի մասին էր, երբ որ պլան էր դրված խաղաղ կարգավորման, ըստ որի, եթե մենք իրագործեինք դա, Լեռնային Ղարաբաղը ոչ միայն մնալու էր մեր վերահսկողության տակ, ամբողջությամբ, պլյուս ամբողջ Լաչինի շրջանը։ Գումարած դրա, նաև Լեռնային Ղարաբաղը ճանաչվելու էր միջազգային իրավունքի սուբյեկտ։ Այսինքն խոսքը լրիվ ուրիշ լուծման մասին էր։ Մենք ասում ենք ախպեր, եկեք այդ 5 շրջանն է, քանի շրջանն է, որ Ղարաբաղից դուրս տանք, եւ Ղարաբաղով միասին ազատագրվենք այս ամեն ինչից ու խաղաղություն հաստատենք։ Լրիվ ուրիշ բան է։ Պարոն Զուրաբյան, շատ լավ։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ գալով մեր օրերին, նաև փորձեմ փոխկապակցել ձեր ծրագրային դրույթների հետ։ Մի հատ բան ասեմ շատ կարճ։ Իհարկե։ Ես կուզեմ հասկանանք մենք ում հետ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի բանում։ Սա շուլեր է։
Մատ 2018 թվին իմ քայլը ինչ էր առաջարկում Ղարաբաղին վերաբերել։ Դե ինքնորոշման իրավունք ինքնորոշման իրավունք ոչ միայն 18, բանի զինադադարի ամրապնդում, այսինքն սա ոչ մի թիզական ծրագիր էր։ Ոչ մի բան չենք 21-ին էլի դե օկուպացիա։ Այդ խոստացան, ինչ ստացանք պատերազմ, ջարդ ու Ղարաբաղի մի մասի կորուստ։ Գալիս է 21 թիվը։ Ինչ է խոստանում Նիկոլ Փաշինյանը։ Դե օկուպացիա, անջատում հանուն փրկության, խաղաղության դարաշրջան, այ վերջապես խաղաղության դարաշրջան եւ այլն։ Ինչ ենք ստանում։ Ստանում ենք Արցախի ամբողջական կորուստ։ Արցախի ոչնչացում, ցեղասպանություն, վտարում արցախցիների եւ նաեւ արդեն Զանգեզուրի միջանցքի պրոյեկտների իրականացում։ Հիմա լավ, երկու անգամ ընտրվել է, երկու անգամ ասել է ահավոր մեծ սուտ խաղաղության իր բանի մասին, իրագործվել է դրան լրիվ հակառակը։ Հիմա ինքը երրորդ անգամ, ես մի հատ ընկալենք էլի, երրորդ անգամ ասում եմ մենք խաղաղություն ենք հաստատել, եկեք տեր կանգնենք այդ խաղաղությանը։ Իդեպ խաղաղության ասում անվանումն էլ վերցրել է ձեզնից, միշտ դուք եք չէ դիրքավորում որպես խաղաղության կուսակցություն։ Իրականում մենք ենք խաղաղության կուսակցությունը։ Ձեզնից է վերցրել այդ անվանումը։ Ընդ որում մենք եւ հաղթանակի եւ խաղաղության կուսակցությունը։ Իսկ ինքը պատերազմի, պարտության ու նվաստացման կուսակցությունն է։ Եթե փաստերով խոսանք, եթե ըստ փաստերի խոսանք, այդ է։ Հիմա այդ որ ինքը խոսում է խաղաղություն, դա բլեֆ է, ես դա էի բացում։ Ինքը երկու անգամ խոստացել է խաղաղություն եւ երկու անգամ մենք ստացել ենք դրան հակառակ արդյունք։ Հիմա երրորդ անգամ ինքը մեզ խոստանում է խաղաղություն։ Ես չգիտեմ, ասենք պատկերացրեք մեկ խաղի մեջ, ասենք մի հատ շուլեր գածես, մի անգամ քարտային խաղի մեջ, մի անգամ խափի գցի, երկրորդ անգամ խափի գցի, ասենք առաջին անգամ երբ որ խափվում ես դու մեղավորը խափողն է, հա, ասում են։ Երկրորդ անգամ, երբ որ խափվում ես, մեղավորը արդեն դու ես։ Հետաքրքիր է երրորդ անգամ խափվելը ինչով ընդհանրապես կարելի է բացատրել։ Դա ես կարծում եմ, բանա, մեր ժողովուրդը բան չի, այնուամենայնիվ դիագնոզի տակ չի ու հիվանդ չի, որ շուլերին ակնհայտ ապացուցված շուլեր, մի շուլեր, որ մեզ արդեն երրորդ անգամ փորձում է խաղաղությունը վաճառել, չունենալով դա։ Կարծում եք ունենալով մենակ պատերազմ։ Պարոն Զուրաբյան, որպեսզի հասցնենք ինչ որ առումով նաև ձեր ծրագրին անդրադառնալ, եթերային ժամանակը մոտենում է իր ավարտին, տեսեք դուք Զանգեզուրի միջանցքից խոսեցիք, հստակ կապ է։ Նիկոլ Փաշինյանը ասում է, մենք Զանգեզուրի միջանցք չենք տվել, մենք տվել ենք մեր ինքնիշխանության ներքո, տվել ենք TRIP-ը, ձեր ծրագրում կա TRIP plus BRICS, այսինքն Իրանի հետ դուք փորձում եք Իրան-Հայաստան երկաթուղի կառուցել եւ նաեւ վերել BRICS-ի երկրներին տարածաշրջան։ Ինչպես եք պատկերացնում այդ շահերի համադրումը եւ այնուամենայնիվ եթե ստացվում է արդյոք այս դեպքում դարձյալ Սյունիքը չի լինելու վտանգի տակ, խնդրեմ։ Նայեք, TRIP-ը դա շատ միակողմանի աշխարհակահական պրոյեկտ է։ Բոլորս հասկանում ենք, դա հետևը կանգնած է Ամերիկան, Իսրայելը, ինչ որ չափով Արևմուտքը, սենց ասեմ, որպես ընդհանրություն, գումարած Թուրքիան, Ադրբեջանը։ Դրա իմաստը այն է, որ Ռուսաստանին դուրս մղեն հարավային Կովկասից, որտեղ գիտեք, Եվրոպական միությունը Ռուսաստանի մոտ պատերազմի մեջ են ուղղակի, ամենուր եք Աֆրիկայում դրան էլ կանդրադառնանք բալանսավոր։ Այդ են ուզում անեն եւ հարցածակում անտեսվում են մի բավականին հզոր գերտերությունների շահեր՝ Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան եւ Իրան։ Իրանն էլ հուսով եմ բոլորին արդեն պարզ է, որ տենց բան է, էլի դուրս շպրտելու, այս հաշվարկների դուրս շպրտելու մի երկիր չի։ Իրականում ինքը բավականին հզոր կերպով տարավ այս պատերազմը եւ ցույց տվեց, որ իր հետ պետք է այլևս հաշվի նստել ու ամերիկացիք իրաց ամբողջ ռազմական հզորությամբ չեն կարողանում ոչ միայն Օրմուզը բացել, ոչ միայն չեն կարողանում ապահովել Իսրայելի անվտանգությունը, բանի այդ Միջին Արևելքի արաբական երկրների անվտանգությունը, երաշխավորել չեն կարող լինել։ Հիմա ինչ է կարծում։ Սա ինչ է նշանակում։ Սա բարձ բան է։ Այդ միակողմանի աշխարհակահական լուծումը ստեղծում է լարվածություն, աշխարհակահական լարվածություն, ռումբա դնում խաղաղության տակ, որովհետև եթե դա դուր չի գալիս Իրանին, Ռուսաստանին, Չինաստանին, իրանք մի բան կանեն։ Հասկանում եք, տրամաբանությունն է միջազգային քաղաքականության։ Բոլորը պայքարում են իրենց գեոպոլիտիկ շահերի համար։ Հիմա մեր ասած ինչ է։
Սյունիքի բանը մեր տարածքը ինքը գեոպոլիտիկ նշանակություն է ստացել։ Ինքը կարևորագույն ակտիվ է տրանզիտային առումով։ Դրանից ուզում են օգտվել բոլորը։ Ռուսաստանն ու Իրանն ուզում օգտվի Արևմուտքը, Չինաստանը։ Շատ լավ։ Մենք հիմա բոլորին բերում ենք մի պրոյեկտի շուրջ, որը կոչվում ենք 3+BRICS, որտեղ այդտեղ բոլորը փայատիրական մոտեցումով մտնում են մի պրոյեկտի մեջ, որտեղ պիտի սարքվի ոչ միայն արևելք-արևմուտք բանը, երկաթուղային բանը, այլ նաև հյուսիս հարավ։ Այստեղ գլխավոր հարցն է, պարոն Զուրայբյան, ասում են ինչպես եք նրանց շահերը հակամարտող կողմեր են, հա, խոսում եք Միացյալ Նահանգների եւ Իրանի մասին, ինչպես եք համադրելու այդ շահերը։ Ասում են այսպես իդեալական ծրագիր է, ոչ միայն ձերը, հա, առհասարակ բոլոր նրանց, ովքեր ասում են բերենք շահերը համադրենք, իդեալական թեզ է, բայց կյանքի կոչելը անհնար է։ Կներեք ոնց Ադրբեջանը կոչեց 94 թվականին կյանքի հակամարտող կողմերի շահերը, երբ որ դարի գործարքում բոլորին փայատեր դարձրեց այդ միջազգային կոնսորցիումի ադրբեջանական նավթի շուրջ, մտցնելով ռուսներին էլ, ամերիկացիներին, Իրանին էլ ինչ որ բան տալով եւ այլն եւ այլն։ Այդ ոնց եղավ։ Ուրեմն ու դա հնարավոր է։ Դա մեր տարածքն է։ Մենք այդտեղ ինքնիշխանություն ունենք։ Այդտեղ մենք ունենք որոշելու իրավունք։ Այդ իրավունքը մենք տալիս է մեզ հնարավորություն ներդաշնակեցնելու բոլորի շահերը։ Իսկ եթե Միացյալ Նահանգների հետ արդեն փաստաթուղթ են ստորագրել, Միացյալ Նահանգներն էլ ասում են ես ձեզ չեմ տալիս այդ իրավունքը, առավել եւս որ տեսնում եք կառավարող ընկերության բաժնեմասերի մեծ մասը հնարած է։ Նախ TRIP-ը հուշագիրը ոչ մի պարտավորության իրավաբանական պարտադիր ուժ չունի, մենք այսքան դրա վրա կա հնարավորություն աշխատելու, սա մեկ, եւ պետք է չկորցնել այդ պահը։ Երկրորդը մեզ ասում են, չէ, որ այս իշխանությունները, որ մեր ինքնիշխանությունը լիովին պահպանելու ենք։ Հարց. մենք կարողանալու ենք Իրանի երկաթուղին սարքել, թե պարզվելու է մի օր, որ մենք պետք է այդ գոտիով անցնենք, իսկ այդ գոտում, քանի որ TRIP զարգացման ընկերությանը տրվել են բացառիկ իրավունքներ, որևէ բան պլանավորելու, նախագծելու, անգամ գումարներ հավաքելու եւ այլն, մեկ էլ պարզվի, որ քանի որ ամերիկացի այդ TRIP զարգացման ընկերության մեծագույն փայատերն են 74%-ով, մեկ էլ իրանք ասելու են, որ չէ, չի լինի։ Որտեղ այս հարցի պատասխանը պետք է տա այս իշխանությունը։ Եթե մեր տարածքն է, մենք կարող ենք կառուցել այդտեղ Իրանի հետ երկաթգիծ, իսկ դա այս հետ երկաթգիծը շատ կարևոր է մեզ համար, որովհետև այս կարգավորումով TRIP-ի Ադրբեջանը ստանում է մեր վրա լծակներ, մենք չենք ստանում։ Իրանց ճանապարհները անխոչնդոտ են, մերը չէ։ Մեր բոլոր ստրատեգիական կոմունիկացիաները անցնելու են Ադրբեջանով Թուրքիայով, իրանց թույլատալու դա պնդել իրանց պահանջները, ոչ միայն սահմանադրական փոփոխությունների, այլ նաև ասենք 300 ադրբեջանցու բնակեցման Հայաստանում եւ այլն եւ այլն։ Այսինքն իրենք այս սաղ լծակները ունենալու են իրենց ձեռը։ Եթե մենք կառուցում ենք Իրանի երկաթուղին, ու մենք կարողանում ենք 3+BRICS բան անել, մենք ստանում ենք անկախություն Ադրբեջանի տնտեսական լծակներից, որովհետև մենք ստանում ենք մեր ինքնուրույն ճանապարհը, որը ոչ Ադրբեջանով անցնում, ոչ Թուրքիայով դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիստները։ Սա է մեր ծրագիրը։ Սա կոչվում է ինքնիշխան խաղաղություն։ Մեր ծրագրի գլխավոր կարգախոսներից մեկը։ Պարոն Զուրայբյան, շատ կարճ եթերային ժամանակը գերազանցել ենք, տեսեք, սա ըստ էության ձեր այսպես բալանսավորման քաղաքականության մի օրինակ է, ըստ ձեր ծրագրի։ Դուք ձեր ծրագրում խոսում եք բալանսավորված քաղաքականության մասին, հիմա դարձյալ սա այսպես դիտարկվում է որպես իդեալական թեզ, հա, ցանկացած իշխանություն եւ ցանկացած ուժ կարող ասել ես կբալանսավորեմ բոլորի շահերը, բայց հիմա այդ Արևմուտք եւ Ռուսաստան հակամարտությունը գնալով մեր տարածքի հետ կապած, մեր երկրի հետ կապած, գնալով ավելի շատ միսուարյուն է ստանում, ընդհուպային աստիճան, որ Ռուսաստանի նախագահ մեզ հստակ ասում է արագ ընտրություն կատարեք, հանրաքվե անցկացնում, ինչ եք անում, արագ մեզ պատասխան տվեք, որ գնանք քաղաքակիրթ ապահարզանի։ Հիմա երբ արդեն մեզ հստակ հասել է այն կետին, որ մեզ հստակ ընտրության առջև են դնում, ինչպես եք պատկերացնում առնվազն Ռուսաստանի եւ Արևմուտքի առումով այդ բալանսավորումը։ Ընտրության առջև մեզ դնում են մենակ այն պատճառով, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը արդեն ընտրել է միակողմանի կուրս։ Եթե ինքը դա չաներ, ոչ ոք նման պահանջներ չէր դնի։ Հենց խնդիրը դրա մեջ է։ Հենց որ դու բլոկավորվում ես, այս ճամբարների հակամարտող ճամբարներից մեկի զինվորագրվում ես մեկի համար, մյուսը դառնում է քո նկատմամբ թշնամանքով լցված։ Ինքը արդեն գործելու է քո դեմ։ Ինքը ամեն ինչ անելու է, որ քեզ դուսանի, վնասի եւ այլն եւ այլն։ Մեզ համար հավասարապես վտանգավոր է բլոկավորվել Ռուսաստանի հետ եւ բլոկավորվել Արևմուտքի հետ։ Դրա համար մենք գալիս ենք, հանդես ենք գալիս այս երկիր կամուրջ մեր կոնցեպտով։ Այսինքն մենք ասում ենք Հայաստանը պետք է
ու դա կարողանի միայն մեր նման անկախական ուժը, որովհետև անկախությունը մեր արյան մեջ է ու անկախությունը դա այն հիմքն է, որով մենք կառուցում ենք հարաբերությունները ամբողջ աշխարհի հետ։ Մենք ասում ենք մենք ոչ մեկի հետ չենք, մենք համագործակցում ենք բոլորի հետ։ Իսկ այդ դեպքում ասում եմ, ձեզ ավելի շատ են հարգում։ Ձեր առաջ այտենց վերջնագրեր դնում են այն ժամանակ, երբ որ դու հակառակորդ ճամբարի հետ մտնում ես բլոկավորման, զինվորագրման հարաբերությունների մեջ։ Իսկ եթե դու պահում ես քեզ որպես անկախ երկիր, որ բոլոր տենում են դու Հայաստանի շահերն ես հետապնդում, դու ինչ որ ուրիշի օրակարգը չես սպասարկում։ Այդ դեպքում դու բոլորի հետ կարողանում ես պահպանել նորմալ հարաբերություններ։ Իսկ եթե օրինակ ունես օրենք ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ, բայց այդ օրենքը չեղարկել օրենքը։ Այդ օրենքը հլմատ է դրա այդ օրենքի իմաստը բացատրեք ու ինչպես դա ձևավորվեց ու ինչպես դա ստացվեց։ Հլմատ տեսեք, Եվրոպական միությունը չունի ոչ մի ծրագիր ընդարձակման։ 9 տեխնացու կա, այդ տեխնացուների մեջ հիմա այն 9-ն էլ եսին տասնամյակներով յակլներն, յա չենելները երկար բաներ են, հերանեկարներ են, էլի տենց։ Հայաստանը դրա մեջ էլ չկա։ Ոչ մի ստրատեգիական պլանավորման մեջ Եվրոպական միության Հայաստանը չկա։ Հիմա ինչի չկա։ Նաև որովհետև իրենք հասկանում են, որ իրենք չեն կարող Հայաստանի առաջ ինչ-որ պարտավորություններ ընդունել, ոչ բանի ռազմական անվտանգության առումով չեն կարող այդ բանը անեն, իրենք չունեն այդ հնարավորությունը, ոչ էլ այդ ռիսկի են ուզում մտնեն, ոչ տնտեսական զարգացման ինչ-որ երաշխավոր կարող է դառնալ, ոչ մի նման բան իրենք չեն կարող անել։ Իրենք խոստացել են 2.6 միլիարդ եվրո, 21 թվին խոստացան 3 տարի ոչ մի բան չարեցին, մի հատ էլ խոստացան նույն գումարը 2004 թվին։ Խնդրում եմ շատ կարճ, եթե հնարավոր է մեկ նախադասությամբ ամփոփենք, նկատի ունեք, սա կեղծ օրակարգ է առհասարակ։ Բացարձակ կեղծ օրակարգ է եւ եթե հիշում եք, բանը 50,000 ստորագրություն են հավաքել, տեսան որ 300,000 արդեն անհնար է։ Որպես ասում են քաղաքացիական Այսինքն եթե ուզում են դրան ինչ-որ հանրային լեգիտիմություն տան, դա էլ չկա։ Չկա տենց բան։ Դա բանա մի հատ պրոյեկտ է իրանց ուղեղներում աճեցրած, որի միակ նպատակը այն է, որ իրանք ստանան իրանց իշխանության ամրապնդման համար Եվրոպական միության եւ Ամերիկայի աջակցությունը։ Որտեւ ինչքան դու մտնում ես Պուտինա քրֆման process-ի մեջ, այնքան ավելի մեծ բաներ են, կրեդիտներ են գալիս ոչ թե Հայաստանի համար, այլ էս իշխանության համար։ Վերջում գիտեք, չէ ինչով ավարտվելու այդ պատմությունը, եթե բանը լինի, ասենք Փաշինյանին հաջողվի եւս մեկ անգամ վերընտրվել։ Նախ Հայաստանից կմնա մենակ այն ժետոնը, որ ինքը բաժանում է քարտեզը նկատի ունեք։ Ժետոն քարտեզը, որ ինքը հայ ժողովրդին բաժանում է, Հայաստանից մենակ այդ ժետոնն է մնալու, եթե ինքը վերընտրվի։ Եվ երկրորդը ի վերջո իրան էքստրակցիայով տանելու են, ինքը իր ընտանիքի անվտանգությունը ապահոված կգնա բաներում, արտասահմաններում կապրի շատ ապահով վիճակում եւ այնտեղից կասի ախր այս բանը Հայաստանը մերն էր, Հայաստանը ինչ ումն էր, մենք կարգին զարգացնում ենք այդ Հայաստանը, սկի կարգին չէինք էլ կարողանում զարգացնել այդ Հայաստանը, եթե մենք երկրի տեր ելնենք, բա տենց կլներ, այսինքն կպարզվի, որ մենք Հայաստանն էլ չենք ունեցել իրականում։ Ոչ անկախություն ենք ստացել, ոչ բանը զարգացվել է այս երկիրը, ոչ հաղթանակներ ա տարել, ոչ մի նման բան չի եղել։ Հասկանալի է, պարոն Զուրաբյան, շնորհակալություն։ Բայց ես չէի ուզի, որ մենք այս շատ դաժան։ Ուզում եք լավ նոտայով, խնդրեմ, բայց շատ կարճ խնդրում եմ։ Ես վստահ եմ, որ այդպես չի լինելու։ Մենք տեսնում ենք ճանապարհները, որտեղ Հայաստանը կարող է իր խելամիտ ուղին ընտրի, դա այն ծրագիրն է, որ կոնգրեսը առաջարկում է հավասարակշռություն աշխարհում, ինքնիշխան խաղաղություն, Իրանի հետ այդ երկաթուղու կառուցումը եւ բազմաթիվ այլ ստրատեգիական գործիքներ, որ մենք առաջարկում ենք մեր ծրագրի մեջ։ Ես վստահ եմ, որ Հայաստանը կընտրի իր խելամիտ ուղին։ Շնորհակալ եմ։ Դուք դիտում եք հարցազրույց, իսկ ես զրուցում եմ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանի հետ։ Կհանդիպենք վաղը նույն ժամին։ Լավ եղեք։